նայեցի իմ շատ լավ ընկեր գյումրեցի Ռուբոն Մխիթարյան դիմելով ԱԱՑ-ին, որտեվ տոտալ ոնց հասկացանք բոլորս գաղտնալսումների, սլեշկաների, ես չգիտեմ ինչերի տակ ենք, շատ օբյեկտիվ Ռուբեն ասում էր տելևիզորի պուլտը կորցրել եմ, էլի կարող է իմանաք տելևիզորի պուլտը որտեղ է, այսօր էլ առավոտյան ես այստեղ գալուց մազից ծամկալն էի փնտրում, չգտա ԱԱՑ, ալո մի հատ որ գաղտնալսում եք կարող է իմանաք, ասենք քույրերից կամ աղջկաս հետ խոսալուց այդ մազից ծամկալի մասին որտեղ խոսացած կլինեմ, սա թվում է հեգնում ենք մենք, հա, բայց սա ծանր իրականություն է, այսպիսի բան չի եղել, այսպիսի բան որևէ ժամանակ չի եղել, որ առանց դատարանների որոշման, որ առանց իրավական որևէ հենքի, որ առանց որևէ կասկածի, որևէ հանցագործության կամ որևէ օրինախախտման մասին համատարած մարդիկ գաղտնալսվեն, քաղաքական գործիչներ, փորձագետներ, լրագրողներ, ընդդիմախոսներ, չընդդիմախոսներ, բոլորը համատարած գաղտնալսվեն ու դրանից հետո Արևմուտքը եւ Եվրոպական միությունը հայտարարի, որ Հայաստանը ամենաժողովրդավար երկիրն է, Նիկոլն էլ նրստի ուղիղ լայվում ասի, ով է ասում, որ Հայաստանը ժողովրդավար եւ բարեկեցիկ երկիր չի,